Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը նախընտրական քարոզարշավով մեկնել է Սպիտակ քաղաք, կուսակցականները շփվել են քաղաքացիների հետ, բաժանել բուկլետներ, ասում են քաղաքում չեն հանդիպել գեթ մեկ մարդու, ով կասեր, որ չի մասնակցելու ընտրությանը։ Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի խոսքով քաղաքացիները դուրս են պարտադրված կաղապարից, թե ընտրություն պետք է կատարեն վատի ու վատթարագույնի միջև։ Նրա պնդմամբ Սպիտակում տարածված չէ նաև կեղծ թեզը, թե շատերը մասնակցում են ձայներ փոշիացնելու նպատակով։ Փրկիչի պարագայում մեր մասնակցությունը չի պահանջվում։ Մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը միտեղից գալու ու մեզ անպայման փրկի։ Լինելու է մի բան, որտեղ մեր մասնակցությունը պետք չի լինելու, բայց այն սպասարկելու է մեր շահերն ու մեր երազանքները, որ բնականաբար մեծ անհեթեթություն է։ Ամենաառաջին փոփոխությունը, որ պետք է տեղի ունենա յուրաքանչյուրիս մեջ, դա մեր վերաբերմունքների համակարգին է վերաբերում։ Մենք ինչպես ենք վերաբերվում մեր իրականությանը, մեր ներկային, մեր անցյալին, մեր ապագային ու ամենակարևորը ինչպես են գնահատում մեր դերը մեր սեփական կյանքի ու մեր սեփական ապագայի ձևավորման հարցում, որովհետև այսօր շատեր ունեն շատ լավ մտքեր, շատ լավ գաղափարներ, բայց ցավոք դրան տանող ճանապարհները երբեմն մշուշոտ են լինում կամ ոչ իրատեսական։ Հետևաբար նաև շատ կարևոր է այն ճանապարհները, որով մենք պետք է գնանք հայկական պետության հետևից կամ հայկական պետության տեսլականով։